Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք. Կալիֆոռնիայում բյուջետային ճգնաժամ եւ ներգաղթային քաղաքականության խստացում։ Ահաբեկչական դավադրություն Միչիգանում ձերբակալվել է 19-ամյա նախկին զինծառայողը։ Վենեսուելացիները Էլ Սալվադորի բանտում օգնություն են խնդրում։ Իրավական սկանդալ եւ ներքին հակասություններ։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը կոնգրեսականին մեղադրել է ահաբեկիչ պաշտպանելու մեջ։ Հարվարդի գիտնականի դեմ դաշնային մեղադրանք Պետրովան Պուտինի քննադատը պահվում է Լուիզիանայում։ Արիզոնայի Greer Fire-ը այրել է 6400 ակր տարածք, տարհանումներ են իրականացվում, իսկ Մինեսոտայում կրակը հատել է 20000 ակր տարածքը։ Ջրհեղեղ Մերիլենդում տարական դպրոցի աշակերտներն ու ամբողջ անձնակազմը տարհանվել են փրկարար նավերով։ Մենենդես եղբայրները հնարավոր վաղաժամկետ ազատման ճանապարհին գործը վերակենդանացել է Netflix-ի սերիալի եւ նոր ապացույցների շնորհիվ։ Նյու Մեքսիկոյում սահմանային գոտին վերածվել է ռազմական տարածքի, մուտք գործող ներգաղթյալները մի քանի հարյուրն են եւ սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում։ Տնտեսական ճակատում մեքենաներ են հետ կանչվում, Ford-ը հետ է կանչում 274,000 ավտոմեքենա, իսկ Waymo-ն իր ինքնավար տաքսիները ծրագրային սխալի պատճառով։ Ռոբերտ Քենեդի կրտսերը կոնգրեսում պաշտպանել է $18 միլիարդ եւ 10,000 աշխատատեղի կրճատումը։ Քննադատություններ են հնչել նաև պատվաստումների հարցում նրա ոչ հստակ դիրքորոշման կապակցությամբ։ Այս թողարկմանը կպատմենք նաև Թրամփի մերձավոր Արևելքայցի երկրորդ օրվա մասին։ Իսկ վերջում իմացեք, արդյոք Թրամփը կմեկնի Թուրքիա եւ արդյոք կկայանա Վոլոդիմիր Զելենսկի եւ Վլադիմիր Պուտին հանդիպումը։ Լուրերը շատ են եւ կարեւոր, այնպես որ հարմարավետ տեղավորվեք եւ իմացեք ազնիվ, անաչառ ու ճշգրիտ տեղեկատվությունը USR Media YouTube-յան ալիքից, չմոռանալով բաժանորդագրվել եւ հավանել նյութը։ Կալիֆոռնիան կանգնած է $12 միլիարդ բյուջետային պակասորտի առաջ, որը նահանգապետ Գևին Նյուսոմը ցանկանում է նվազեցնել, սառեցնելով առողջապահական ծրագրերի նոր գրանցումները այն ներգաղթյալների համար, ովքեր բնակվում են նահանգում առանց օրինական կարգավիճակի։ Նյուսոմն այսօր ներկայացրել է մոտ 322 միլիարդանոց բյուջետային նախագիծը, նշել է, որ հիմնական ֆինանսական ճնշումները գալիս են Medicaid-ի սպասվածից ավելի բարձր ծախսերից, տնտեսական անորոշությունից, դաշնային մաքսային քաղաքականությունից եւ անկայուն ֆոնդային շուկայից։ Կալիֆոռնիան հարձակումների տակ է, մենք ունենք նախագահ, որը խափանում է տնտեսական աճի մեր շարժիչները, ասել է Նյուսոմը, քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփին։ Նյուսոմի առաջարկով 2026 թվականից ապօրինի ապրող ու ցածր եկամուտ ունեցող չափահասները այլևս չեն կարող գրանցվել մեդիկալ ծրագրում։ Արդեն իսկ գրանցված անձինք չեն հեռացվի ծրագրից եւ երեխաների համար փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն 2027-ից սկսած այս շահառուներն էլ կպարտավորվեն վճարել ամսական $100 վճար, ինչը ըստ Նյուսոմի գրասենյակի համարժեք է նահանգային արտոնյալ ապահովագրական պլանի միջին վճարին։ Նյուսոմը հայտարարել է, որ այս քայլը կհանգեցնի $5.4 միլիարդ տնտեսման մինչև 2028-29 թվականները։ Ներկայացվել է նաև առաջարկ 2026-ից դադարեցնել որոշ ճարպակալման դեմ դեղամիջոցների ապահովագրական ծածկույթը, ինչը կխնայի մոտավորապես $85 միլիոն մեկ տարվա ընթացքում եւ մինչև 2029 թվականը $680 միլիոն։ Նյուսոմը այժմ սկսում է բյուջետային բանակցություններ օրենսդիրների հետ։ Վերջնական բյուջեն պետք է ստորագրվի մինչև հունիս։ Դեթրոյթի մերձակայքում կանխվել է իսլամական պետության ISIS-ի անունից պլանավորված ահաբեկչություն։ Դաշնային քննիչները հաղորդում են, որ ձերբակալել են 19-ամյա Ամար Սաիդին, որն ամիսներ շարունակ պլանավորել է հարձակում ԱՄՆ բանակի Տակոմ կայանի վրա, որը գտնվում է Միչիգանի Ուորեն քաղաքում։ Հետաքննության համաձայն Սաիդը պատրաստվում էր գրոհի, օգտագործելով մոլոտովյան կոկտեյլներ եւ ինքնաձիգեր։ Նա ծրագիր էր մշակել մեկ այլ անձի ուղարկելու կայան զանգվածային կրակահերթ իրականացնելու նպատակով, սակայն վերջինս իրականում եղել է FBI գաղտնի գործակալ։ Դաշնային գործակալները նկարահանել են Սաիդի եւ այլ գործակալների հանդիպումները, հավաքագրել են քարտեզներ, հեռախոսային տվյալներ եւ հայտնաբերել են ISIS-ի դրոշներով լուսանկարներ։ Հետաքննությունը սկսվել է դեռևս 1 տարի առաջ, երբ Սաիդը հայտնել է իր ջիհադի միջոցով բռնի գործողությունների ցանկության մասին։ Տվյալ բանակային կայանը Տակոմը միակ ակտիվ բանակային օբյեկտն է Միչիգանում եւ ղեկավարում է ցամաքային ռազմական տեխնիկայի մատակարարման շղթան, ունենալով հազարավոր աշխատակիցներ։
Վենեսուելացի կալանավորները, ովքեր պահվում են Էլ Սալվադորի խիստ հսկողության բանտում, մարտին ԱՄՆ-ի կողմից այնտեղ ուղարկվելուց հետո տեսանյութում վանկարկում են ազատություն եւ ձեռքով նշան են տալիս օգնություն խնդրելով։ Բանտի տեսագրությունն առաջինը հրապարակել է ծայրահեղ աջակողմյան One American News Network-ը, որն օրերս էր այցելել բանտային այդ հատվածը Մեթ Գեյթսի եւ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունայի ուղեկցությամբ։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ կալանավորվածները պատկանում են Տրեն դե Արագուա վենեսուելական հանցախմբին։ Ներքին անվտանգության նախարարությունը չի մեկնաբանել տեսանյութի հրապարակումը։ Նախագահ Թրամփը մարտի 15-ին կիրառելով 1798 թվականի օտար թշնամիների մասին ակտը վենեսուելացի ենթադրյալ հանցախմբի անդամներին արտաքսել էր։ Չնայած նրան, որ նույն օրը հրամանագիրը դատարանի կողմից կասեցվել էր, երկու օդանավ լի վենեսուելացիներով արդեն ուղարկվել էին Էլ Սալվադոր։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը մեղադրել է կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դեն Գոլդմանին ահաբեկիչին պաշտպանելու մեջ եւ վերջինս պահանջել է բացատրություն այն մասին, թե ինչու կառավարությունը չի վերադարձրել Սալվադոր ուղարկված Կիլմար Աբրեկո Գարսիային միգրացիոն դատարանի կողմից տրամադրված պաշտպանիչ կարգադրության պայմաններում։ Դեն Գոլդմանը հանձնաժողովի լսումների ժամանակ հարցրել է Նոեմին, թե ինչ քայլեր է ձեռնարկել վերջինս Գարսիային Մերիլենդ վերադարձնելու ուղղությամբ նկատի ունենալով նրա ապօրինի արտաքսումը մարտի 15-ին որպես ենթադրյալ MS-13 հանցախմբի անդամ։ Գոլդմանն ասել է. «Դուք չեք կարող որոշել, արդյոք նա MS-13-ի անդամ է, թե ոչ։ Ես պայքարում եմ սահմանադրական իրավունքի, դատավարության իրավունքի համար»։ Նոեմը հակադարձել է, ասելով, որ դատավորը եւ քննիչները արդեն իսկ եզրակացրել են, որ Գարսիան MS-13-ի անդամ է, նշելով, որ այդ խմբավորումը նախագահ Թրամփի կողմից ճանաչվել է որպես արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն։ Ապա Նոեմը հավելել է. «Ձեր ընտրողներից լինելը պետք է որ չափազանց հիասթափեցնող լինի։ Դուք պայքարում եք ահաբեկիչի համար, ոչ թե ձեր քաղաքացիների, սա լրջագույն ահազանգ է»։ Դեմոկրատ կոնգրեսական Գոլդմանը ընդգծել է, որ Գարսիան դեռևս չի ստացել արդար դատավարության հնարավորություն, որպեսզի դատարանում հերքի իր կապը MS-13-ի հետ։ Այս գործը միաժամանակ հարցեր է բարձրացնում ԱՄՆ արտաքսման քաղաքականության թափանցիկության, պատասխանատվության եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Նախագահ Թրամփի վարչակազմը մի քանի 100 ներգաղթյալի մեղադրանքի առաջադրել ԱՄՆ-ի հարավային սահմանին, Նյու Մեքսիկոյում եւ Արևմտյան Տեխասում նոր սահմանված ռազմական գոտի ապօրինաբար մուտք գործելու համար։ Նոր մոտեցումը գործի է դրվել ապրիլի վերջից, երբ Արդարադատության նախարարությունը հաստատեց սահմանամերձ տարածքի վերահսկողության փոխանցումը Պաշտպանության նախարարությանը եւ հատուկ կարգով թույլատրեց ԱՄՆ բանակին ժամանակավոր կալանավորել ապօրինի ներգաղթյալներին։ Ներկայումս նրանք, ովքեր մուտք են գործում այս ազգային պաշտպանական տարածք, կարող են մեղադրվել ռազմական գոտու սահմանները խախտելու համար, ստանալով մինչև 18 ամիս ազատազրկում որպես զինվորական գոտու խախտում, գումարած 6 ամիս ապօրինի մուտքի համար։ Սա նոր նախադեպ է ներգաղթային դատավարություններում։ Նյու Մեքսիկոյում Լաս Կրուսես քաղաքում պետական պաշտպանական ծառայությունն արդեն վիճարկում է շուրջ 400 քրեական գործ, պահանջելով հրաժարվել մեղադրանքներից, հաշվի առնելով, որ ներգաղթյալները կարող էին չիմանալ տարածքի հատուկ կարգավիճակի մասին։ Վիրջինիայում հասարակական մեծ արձագանք է ստացել մի գործ, որի շրջանակում Ջորջիայի քոլեջի 19-ամյա ուսանողուին եւ նրա հայրը գտնվում են նույն միգրացիոն կալանավայրում եւ կանգնած են արտահանձնման վտանգի առաջ առանց վավեր վարորդական իրավունքի մեքենա վարելու մեղադրանքով։ Խիմենա Արիաս Քրիստոբալը, որը սովորում էր Ջորջիայի քոլեջում, ձերբակալվել է մայիսի 5-ին, իբր կանգառի նշանը առանց կանգ առնելու վարելուց հետո։ Թեև այդ մեղադրանքը հետագայում հանվել է, ոստիկանությունը նրան հանձնել է միգրացիայի եւ մաքսային ծառայությանը արտահանձնման գործով քննչական ընթացակարգ սկսելու համար։ Նույն Stewart Detention Center-ում կալանավորված է նաեւ նրա հայրը, Խոսե Ֆրանցիսկո Արիաս Տովարը։ Նա ձերբակալվել է ապրիլին արագության գերազանցման պատճառով։ Նրան նույնպես մեղադրել են վարորդական իրավունքի բացակայության համար։ Այսը նշել է, որ երկուսն էլ ընդունել են, որ ապօրինի են ապրում Միացյալ Նահանգներում։ Սոցիալական ցանցերում շատ օգտատերեր դատապարտել են դեպքը, նշելով, որ Թրամփի վարչակազմը խոստացել էր կենտրոնանալ բացառապես վտանգավոր հանցագործների արտահանձնման վրա, մինչդեռ այս դեպքում բռնության որևէ պատմություն գոյություն չունի։ Ջորջիայում, ի տարբերություն որոշ այլ նահանգների, ապօրինի բնակիչներին արգելվում է վարորդական իրավունքի տրամադրումը։ Ընդամենը 3 պատմում էինք Հարվարդի գիտնական Ռուսաստանի քաղաքացի Քսենիա Պետրովայի մասին։ Այսօր Թրամփի վարչակազմը դաշնային մաքսանենգության մեղադրանքի առաջադրել Պետրովայի դեմ նրան ներգաղթի կալանքից ազատ արձակվելու համար մղվող պայքարի ընթացքում։
Դաշնային մեղադրանքը ներկայացվել է Մասաչուսեթսի դատարանում եւ հրապարակվել է նույն օրը, երբ Վերմոնտում դաշնային դատավոր Քրիստինա Ռայսը լսում էր Պետրովայի հայցն ընդդեմ ԱՄՆ կառավարության ապօրինի կալանավորման վերաբերյալ։ Կառավարությունը պնդում է, որ Պետրովան փետրվարին Բոստոնի Լոգանի օդանավակայան մուտք գործելիս չի հայտարարագրել բիոլոգիական նմուշներ։ Դատարան ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ Պետրովան խախտել է ներմուծման կանոնները, չհայտնելով սառեցված ոչ կենդանի գորտի սաղմեր։ Նախկինում նման խախտման դեպքում կիրառվել է պարզապես տուգանք։ Պետրովան աշխատել է Հարվարդի բժշկական դպրոցի լաբորատորիայում 2 տարի հակածերացման եւ քաղցկեղի դեմ հետազոտական նախագծերում։ Դատավոր Ռայսը հաջորդ դատական նիստը եւ ազատ արձակման հարցով լսումը նշանակել է մայիսի 28-ին։ Արտակարգ դեպքեր։ Արիզոնայի Գրիր բնակավայրում սկսված հրդեհը արդեն 1 օր է շարունակվում է տարածվել եւ այրել է 6400 ակր տարածք, մոտ 26 քառակուսի կիլոմետր, ստիպելով իշխանություններին հրատապ տարհանում իրականացնել մի շարք բնակավայրերում։ Արիզոնայի անտառային եւ հրդեհային կառավարման վարչության տվյալներով հրդեհը շարունակում է ակտիվորեն տարածվել եւ տարածքում ուժգին քամիները խանգարում են կրակի վրա վերահսկողություն հաստատելուն։ Մինեսոտայում էլ մոտ 20000 ակր տարածք է արդեն այրվել։ Միայն Սենթ Լուիսի շրջանում բռնկված Camp House Fire հրդեհն արդեն այրել է ավելի քան 11700 ակր տարածք։ Տուժել է առնվազն 144 կառույց, իսկ կրակը վերահսկել չի հաջողվում։ Տեղական եւ դաշնային իշխանությունները հորդորում են հետևել պաշտոնական տարհանման հրահանգներին եւ չմոտենալ վտանգավոր գոտիներին։ Մերիլենդի Վեսթերնպորտ քաղաքում գտնվող տարրական դպրոցից շուրջ 150 աշակերտ եւ 50 մեծահասակ են տարհանվել փրկարար նավակներով, երբ ուժգին անձրևներն առաջացրել են հանկարծակի ջրհեղեղ։ Westernport Elementary School-ը հայտնվել է ջրի մեջ North Branch Potomac գետի եւ հարակից վտակների հոսքը գերազանցելու հետևանքով։ Ջուրը բարձրացել է այնքան արագ, որ երեխաները, ուսուցիչներն ու ծնողները չեն հասցրել լքել շենքը։ Ալեգեյնի շրջանային արտակարգ ծառայությունների վարչությունը հայտնել է, որ բոլոր աշակերտներն ու աշխատակիցները հաջողությամբ տարհանվել են դեպի տեղի եկեղեցի, որտեղ նրանցից շատերը սպասել են ծնողներին։ Մենենդեզ եղբայրների ցմահ բանտարկությունը փոխարինվել է 50 տարվա բանտարկությամբ պայմանական վաղաժամ ազատման հնարավորությամբ, ինչը կարող է ճանապարհ բացել նրանց ազատ արձակման համար։ Վերջիններս ավելի քան 3 տասնամյակ Կալիֆոռնիայի բանտում են ծնողներին սպանելու համար։ Նախկինում դրանք դատապարտվել էին 2 հաջորդական ցմահ ազատազրկման առանց պայմանական ազատման իրավունքի։ Դատավարության ընթացքում եղբայրները ընդունել էին մեղադրանքը, սակայն պնդել էին, որ կատարել են վախից, քանի որ ծնողներն էին պատրաստվում սպանել իրենց տարիներ շարունակ հոր կողմից սեռական բռնությունների պատճառով։ Նրանց փաստաբան Մարկ Կերագոսը դատարանի մուտքի մոտ ասել է. «Ես հույս ունեմ եւ ուրախ եմ, որ 35 տարի անց մենք մեծ մի քայլ ենք արել տղաներին տուն բերելու ճանապարհին»։ Վերջին շրջանում գործը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում Netflix-ի սերիալի շնորհիվ, որը նոր ապացույցներ էր ներկայացնում այն մասին, որ եղբայրները սեռական բռնության են ենթարկվել իրենց ծնողների կողմից։ Կալիֆոռնիայի օրենքի համաձայն այժմ պայմանական ազատման խորհրդի հերթն է որոշելու, արդյոք նրանք արժանի են ազատ արձակման եւ համապատասխան առաջարկություն ներկայացնելու նահանգապետ Կևին Նյուսոմին։ Միացյալ Նահանգներում Ford ընկերությունը հետ է կանչում մոտ 274,000 Expedition եւ Lincoln Navigator մակնիշի ավտոմեքենաներ արգելակային համակարգի հնարավոր խափանումների պատճառով։ Ազգային ճանապարհային անվտանգության վարչության հաղորդմամբ մեքենաների առջևի արգելակային խողովակները կարող են շփվել շարժիչի օդամաքրման խողովակի հետ սխալ տեղադրման հետևանքով։ Այդ շփումը կարող է հանգեցնել արգելակային հեղուկի արտահոսքի կամ արգելակների ֆունկցիայի մասնակի կամ ամբողջական կորստի։ Հետկանչը վերաբերում է 2022-ից 24 թվականների մոդելներին, ներառյալ մոտ 223,000 Expedition եւ 50,000 Navigator։ Մեքենաների սեփականատերերին հորդորվում է ստուգել իրենց ավտոմեքենայի համարը VIN կոդը NHTSA.gov կայքում կամ դիմել Ford-ի պաշտոնական ներկայացուցչությանը, պարզելու արդյոք իրենց մեքենաներն ընդգրկված են հետկանչի մեջ։ Կայքի հասցեն կարող է գտնել այս նյութի նկարագրություն հատվածում։ Ալֆաբետին պատկանող Waymo ընկերությունը ինքնավար տաքսի ծառայություն տրամադրող հարթակը հետ է կանչել 1212 ինքնավար մեքենա ծրագրային խափանման պատճառով, որը կարող էր հանգեցնել շղթաներին, դարպասներին կամ ճանապարհային արգելապատնեշներին բախվելուն։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է. մեքենան, որը բախվում է շղթաների կամ դարպասներին, մեծացնում է վնասվածք ստանալու վտանգը։ Հետկանչը վերաբերում է Waymo-ի 5-րդ սերնդի ավտոմատ կառավարման համակարգով սարքավորված մեքենաներին։ Վտանգավոր դեպքերի վերաբերյալ հետաքննությունը սկսվել է 1 տարի առաջ։ Արձանագրվել է 16 բախման դեպք։
Վայմոն ծրագրային նոր տարբերակ է թողարկել 2024-ի նոյեմբերին, որը ըստ պաշտոնական տվյալների էականորեն նվազեցրել է բախումների հավանականությունը։ Բոլոր մեքենաները պատկանում են հենց Վայմո ընկերությանը եւ ըստ հայտարարության թարմացումը արդեն ներդրված է ամբողջությամբ։ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը կոնգրեսում պաշտպանել է նախարարություն կատարված միլիարդավոր դոլարների կրճատումները և հազարավոր աշխատակիցների ազատումները։ Սա Քենեդիի առաջին պաշտոնական ելույթն էր Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան հանձնաժողովներում այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նշանակեց այդ պաշտոնում։ Դեմոկրատ կոնգրեսական Ռոզա Դելաուրոն է հարցաքննել Քենեդիին առողջապահության ազգային ինստիտուտների բյուջեում կատարված կրճատումների վերաբերյալ։ Նախորդ շաբաթ վարչակազմը առաջարկել էր կրճատել այդ բյուջեն 18 միլիարդ դոլարով։ Դելաուրոն պահանջել է երաշխիք, որ 2024 թվականի արդեն հաստատված ֆինանսավորումը ամբողջությամբ կծախսվի։ Քենեդին պատասխանել է, որ եթե կոնգրեսը հատկացնում է այդ գումարը, ինքը պատրաստ է այն օգտագործել։ Դեմոկրատ կոնգրեսական Սթենի Հոյերը քննադատել է Քենեդիին, հարցնելով, թե արդյոք առողջապահական ոլորտում կրճատումների որոշումները ինքն է կայացրել, թե Իլոն Մասկն է ներգրաված եղել։ Քենեդին պատասխանել է, որ Մասկը օգնել է բացահայտել նախարարության մեջ առկա հնարավոր վատնումները, սակայն վերջնական որոշումները ինքն է կայացրել։ Քենեդին կրճատել է շուրջ 10,000 աշխատատեղ։ Նա հայտարարել է, որ իր առաջնահերթությունները ներառում են աուտիզմի պատճառ դարձող շրջակա միջավայրի գործոնների ուսումնասիրությունը և քրոնիկ հիվանդությունների աճի դեմ պայքարը։ Նա խիստ քննադատության է արժանացել նաև այն պատճառով, որ ոչ բավարար կերպով է արձագանքել կարմրուկի համաճարակին, որի հետևանքով վարակվել է ավելի քան 1000 մարդ, հիմնականում չպատվաստված, և մահացել են 3-ը։ Դեմոկրատ կոնգրեսական Մարկ Պոկանը հարցրել է Քենեդիին, արդյոք այսօր ինքը կպատվաստեր իր երեխաներին կարմրուկի դեմ։ Քենեդին պատասխանել է. հավանաբար կպատվաստեմ, բայց ուզում եմ ասել, որ իմ անձնական կարծիքը պատվաստումների մասին այս պահին կարևոր չէ։ Վերջում Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման առաջին արտերկիր այցերից։ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարայի հետ և հայտնել, որ Վաշինգտոնը քննարկում է Դամասկոսի հետ հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այս հանդիպումը հաջորդել է նախօրեին արված անակնկալ հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն լիովին վերացնում է Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Թրամփը հանդիպել է Ալ-Շարայի հետ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի ներկայությամբ։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը միացել է հանդիպմանը վիրտուալ ձևաչափով։ Մենք ներկայումս քննարկում ենք Սիրիայի նոր կառավարության հետ հարաբերությունների նորմալացման հնարավորությունը։ Ինչպես գիտեք, այս գործընթացը սկսվում է իմ հանդիպումով նախագահ Ահմադ Ալ-Շարայի հետ ԱՄՆ-ի և Ծոցի արաբական երկրների գագաթնաժողովում, ասել է Թրամփը։ Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա Սիրիային նոր էջից սկսել, ավարտ տալով դաժան վարչակարգին, որը տասնամյակներով պահպանվել էր Բաշար Ալ-Ասադի և նրա հոր ղեկավարությամբ։ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը դեմ է արտահայտվել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների թուլացմանը, սակայն Թրամփը նշել է, որ թե Մոհամմեդ բին Սալմանը և թե Էրդողանը իրեն մոտ մարդիկ են և աջակցել են այդ որոշմանը։ Ալ-Շարան նախկինում կապված է եղել Ալ-Քաիդայի հետ, 2016-ին խզել է կապերը ահաբեկչական կազմակերպության հետ։ Չնայած դրան, իսրայելական պաշտոնյաները շարունակում են նրան անվանել ջիհադիստ։ Իսրայելի կառավարությունը դեռևս չի արձագանքել Թրամփի հայտարարությանը։ Թրամփի որոշումը լուրջ դիվանագիտական ձեռքբերում է Ալ-Շարայի համար, որը ձգտում է վերահսկողություն հաստատել Սիրիայի վրա դեկտեմբերին Ասադին տապալելուց հետո։ Թրամփը Քաթար այցի ընթացքում հայտարարել է, որ շտապ ցանկանում է պայմանավորվածության հասնել Իրանի հետ այդ երկրի միջուկային ծրագրի դադարեցման շուրջ, սակայն ընդգծել է, ցանկացած գործարքի նախապայման է Իրանի կողմից տարածաշրջանում գործող մերձավոր խմբավորումների նկատմամբ աջակցությունից հրաժարումը։ Թրամփի և Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի հանդիպմանը ստորագրվել է նաև խոշոր գործարք Boeing ընկերության և Qatar Airways-ի միջև մոտ 96 միլիարդ դոլար արժողությամբ։ Քաթարի մայրաքաղաք Դոհայում Թրամփը ընդունվել է շքեղ արարողությամբ, ուղեկցող F-15 կործանիչներով, ուղտերով և պատվո պահակախմբով։ Նա հանդիպմանը գովաբանել է պալատի մարմարե հատակը, անվանելով այն «Պերֆեկտո»։ Թամիմ Ալ-Թանին Թրամփին նկարագրել է որպես խաղաղության մարդ, հավելելով, որ հույս ունի նա կկարողանա լուծում գտնել ինչպես Իրանի, այնպես էլ Գազայի հակամարտության շուրջ։ Այցի հիմնական օրակարգը տնտեսական համագործակցությունը, անվտանգությունը և տարածաշրջանային ճգնաժամերի լուծման ուղիների գտնելն էր։ Վաղը ամենայն հավանականությամբ Թուրքիայում կկայանա Պուտինի և Զելենսկիի հանդիպումը, որին կրկին ամենայն հավանականությամբ կմասնակցի նաև Դոնալդ Թրամփը։ Խնդիրը տեղն է և Թրամփի խիտ գրաֆիկը, քանի որ վաղը լինելու է Արաբական Միացյալ Էմիրություններում։
Զելենսկին ասել է. «Մենք կսպասենք Պուտինի հետ հանդիպմանը Թուրքիայում կանխելու ռուսական կողմի հնարավոր մանիպուլյացիաները քաղաքների շուրջ եւ թույլ չենք տալու, որ նրանք հայտարարեն, թե Պուտինը պատրաստ չէր մեկնել Անկարա, այլ կարող էր գնալ միայն Ստամբուլ։ Ես արդեն ուղերձ եմ փոխանցել նախագահ Էրդողանին եւ թուրքական կողմը պատրաստ է Էրդողանի եւ ինձ հետ միասին մեկնել Ստամբուլ, եթե դա անհրաժեշտ լինի։ Ամեն դեպքում մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի այս հանդիպումը կայանա։ Եթե Պուտինը պատրաստ է հանդիպել ոչ միայն մեդիայի համար, այլ իրական կյանքում, ապա առաջնորդների մակարդակով կանենք ամեն ինչ հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար, որովհետև ես պարտավոր եմ պայմանավորվածության հասնել նրա հետ։ Նա միականն է, ով կարող է նման որոշում կայացնել»։ Հարցի շուրջ խոսել է նաև Թրամփը, երբ նրան լրագրողը հարցրել է, թե ինչ կլինի, եթե Պուտինը չներկայանա բանակցություններին։ «Չգիտեմ նա կհայտնվի թե ոչ, բայց գիտեմ, որ նա ցանկանում է, որ ես նաև այնտեղ լինեմ, եւ դա հնարավոր տարբերակ է, մենք կարող ենք ավարտել պատերազմը։ Ես հիմա դրա մասին մտածում եմ, բայց վաղվա օրը լիովին զբաղված է, ինչպես գիտեք։ Մենք պատրաստվում ենք մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ, այնպես որ իրավիճակը հիմա բավականին բարդ է, սակայն դա չի նշանակում, որ ես չէի անի այդ քայլը շատ կյանքեր փրկելու համար, եւ հետո կվերադառնայի։ Մակրոնը գնում է, եւ Մակրոնը շատ արդյունավետ է եղել այս բանակցություններում»։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։